Really impressive start to the pair shot program. It was a wonderful start to the pair short program for sure. Տպավորիչ ու հրաշալի մեկնարկ։ Այսպես արձագանքեցին մարզական մեկնաբանները, երբ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանին զույգը 3 Պրահայում բացեց Գեղասահքի աշխարհի առաջնության զույգերի կարճ ծրագիրը։ Գեղասահորդները կրկին ներկայացան Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն անունը դարձյալ չգրվեց։ Ենթագրերում ստեղծագործությունը ներկայացվեց որպես Արա Գևորգյանի երաժշտություն։ Throw triple Lutz. Wow, that was huge and had such flow on the exit on her part. Well done. Արցախը խմբագրվեց նաև փետրվարին Միլանում օլիմպիական ելույթի ժամանակ Բաքվի բողոքից հետո միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ չտվեց, որ զույգը ելույթ ունենա այդ ստեղծագործությամբ առանց անվանումը հնչեցնելու։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն պնդել էր, թե երաժշտությունը մեջբերում եմ քաղաքականապես լարված ու անջատողական է։ Միջազգային մրցաշարերում խիստ լարված ու էմոցիոնալ վայրիվերումներով անցած զույգը բոլոր զգայական պահերը թողել է անցած օլիմպիադայում։ Իրենց մարզական կյանքի առաջին աշխարհի առաջնությունում փորձում են վայելել պահը։ Օլիմպիադայից հետո անկեղծ ասած սկզբնական շրջանում դժվար էր պատրաստվել աշխարհի առաջնությանը, քանի որ էմոցիոնալ առումով ինքներս մեզ ամբողջությամբ թողել էինք օլիմպիադայում։ Բայց դա երևի լավ էր, քանի որ այստեղ արդեն էմոցիաներ չեն մնացել, խուճապ չկա, ամեն ինչ հետևում է մնացել եւ մեզ մնում է միայն վայելել այստեղ լինելու երջանկությունը։ Չեխիայում անցկացվող աշխարհի առաջնությունում սպորտային զույգի ելույթը պակաս էմոցիոնալ էր, առանց լուրջ վրիպակների։ Նրանց հաջողվեց գերազանցել իրենց օլիմպիական ցուցանիշը 67.12 միավորով անցնել եզրափակիչ փուլ։ Այսօր երեկոյան նրանք արդեն կսահեն ազատ ծրագրում միլիոնատերը ետնախորշից ֆիլմի հնդկական հնչյունների ներքո։ Օլիմպիական փորձառությամբ զույգին Հայաստանի մեծ եռագույնով տրիբունաներից աջակցող այս երիտասարդը Սեմյոն Դանիլյանցն է։ Ընթացող առաջնությունում այսօր նա էլ բացեց տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը։ Հայաստանը ներկայացնող 19-ամյա մենասահորդը եւս հաջող ելույթ ունեցավ, վաստակելով 70.94 միավոր։ Done his job and done his job well, but now has to wait. Ավելի վաղ հունվարին հենց այս եռյակը զրկվել էր Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից մուտքի վիզան ժամանակին չստանալու պատճառով։ Այս փաստը երեկվա ելույթի ընթացքում հիշատակեց անգամ մարզական մեկնաբանը։ This was a team that didn't get their visas in time to compete at the European Championships.